Ես այսքանի ժամանակ ասենց մի բան եմ հասկացել, որ ես այս բնության մեջ ինչ կա, բոլորը սիրում եմ։ Չկա բնության մեջ այնպես բան, որ ես ասենք չեմ սիրում։ Դե ասենք ոնց ասեմ, վատ երևույթները, ասենք մարդկանց կամ ասենք ինչ որ ասենք կենդանիների ինչ որ եսիմ ինչ որ բնազդային բաներ, որոնց պատճառով ասենք մնացածը տուժում են, այդպես բաներ, հա, ու մարդն էլ է բնության մի մասնիկն է, բայց եթե խոսում ենք ասենք տարերքների, չգիտեմ, ոնց ասեմ, դե անձրև օրինակ խոսքի կամ ուրիշ տարերքների մասին, դե որ ես տարերքներ ասում եմ, ես անձրև բան, տենց բաներ նկատի չունեմ, ձյուն, քամի, ես այդ ամեն ինչը սիրում եմ, դե օրինակ են տորնադո, փոթորիկ, դրանք վնաս են հասցնում, հա, բայց դրանք եսիմ ինչ որ իրանց տեղն ունեն, էլի, ասենք, եթե երկրագնդի պատմության մեջ այդ ամեն ինչը ընդհանրապես եղած չլիներ, սկի եղած չլիներ, երկրագնդի վրա լիքը բաներ, ինչպիսին որ մենք կարծում ենք, որ պիտի լինեն, չէր լինի, այսինքն ամեն ինչ բնության մեջ իր տեղն ունի։ Որոշեցի SS-ը հանեմ, նիկիցս, որ նիտո բաներ չմտածելի մասին, իսկ են կերխաչը չեմ անի, այնի տողմն այնի, մերոնք են, մեր մարտիկներից մեկի ձեռքին, իրանք են նկարել, կարծում եմ դեմ չեք, դա հայկական նշան էլ է, հայկական սիմվոլ էլ է, ինչու, որովհետև նախ հայերը հնդեվրոպացիներ են, դա արդեն բավարար է, երկրորդ, հայերը ոչ միայն հնդեվրոպացիներ են, կան լիքը հնդեվրոպացիներ, որոնք իրանք որպես այդպեսին, իրանք թեև հնդեվրոպացիներ են, իրանք արիներ չեն, հայերը արիներ են, արիներ օրինակ, թրակիացիներն են եղել, արիներ բաներն են եղել ու հիմա էլ դե իրանք կան պարսիկները, պարթևները, հնդարիներ, դե հնդարիներ ու արիներ դա գրեթե լրիվորեն դա նույն բանն է, ուղղակի հնդարիներ դա, եթե մենք ասում ենք հնդարիներ, մենք ավելի շատ ոնց որ կենտրոնանում ենք արիների, ոնց ասեմ, այն արիների վրա, ովքեր այդ տարածաշրջանից են, Հնդկաստան, ասենք, Միջին Ասիա, դե Միջին Ասիան, լրիվորեն առաջ հենց արիական է եղել, այնտեղ եղել են սկյութեր, այնտեղ եղել են սարմատներ, այնտեղ եղել են սաքեր, ու հիմա բաները կան, մենակ ցավոք սրտի տաջիկներն են մնացել, դե գիտեք, թյուրքերը եկել գրավել են, մոնղոլները, չինացիներն էլ են ինչ-որ բաներ գրավել, այնտեղ նույնիսկ Տաջիկստանի ու Չինաստանի միջև ինչ-որ տարածքային մինչև հիմա ինչ-որ նույնիսկ ինչ-որ բաներ կա, թեմաներ կա, հետո հնդարիների մեջ, դե հայերը մտնում են թե հնդեվրոպացիների մեջ, թե արիների, իսկ հնդարիների մասով, այդքան ես լավ չգիտեմ, բայց ես կարամ ասեմ, որ ամենից շուտ հա, հնդարիների մեջ էլ են մտնում, ես ուղղակի այդ մեկը այդքան գրեթե չեմ ուսումնասիրել դա, կոնկրետ հնդարիների մեջ ասենք, սենց բաներ, հնդարիների մեջ անպայման մտնում են բոլոր իրանական ազգերը, օրինակ ասետինները թեկուզ մեզնից հյուսիսային են, իրանք մտնում են հնդարիների մեջ, ուզում եմ ասեմ, որ անգամ եթե նենց է, որ մենք արիների մեջ մտնում ենք, բայց հնդարիների չէ, իրանք հա, որովհետև իրանք իրանացիներ են, իսկ իրանական հնդարիները, ոնց ասեմ,
ավելի շատ ասոցացում են հենց իրանական ու հնդկական ազգերի հետ, դա ուղղակի ասոցացում են, դա ոչինչ չի որոշում։ Ու այն չի, որ հնդարյան ազգերը հենց իրանական ու հնդկական ազգերն են կամ հիմնականում իրանական ու հնդկական, ուղղակի բոլոր իրանական ու հնդկական ազգերը իրանք ապրիորի ոչ միայն արիական են, այլ հնդարյան։ Իսկ հայերի մասով ես կարամ ասեմ, որ հայերը այնքան են մոտ հնդարիներին, որ պիտի որ հայերն էլ հենց հնդարիներ լինեն, սենց մի բան։ Գուցե ես ինչ-որտեղ շատ եմ սխալ ու պարզվի, որ արիներն ու հնդարիները դա նույն բանն է, բայց ասենք սենց բան կա, Եվրոպայում էլ են եղել արիներ ու ես չեմ կարծում էլի, որ իրանք եղել են հնդարիներ, այսպիսի բան անենք, հա, ինչ-որ համեմատություն անալով, էլ ինչ է ուզում ասեի, մոռացա, վայ, մոռացանք, լավ չի, հեսա մի քիչ հետո կհիշեմ կասեմ։ Միջին Ասիայում ներկայիս Ղազախստան, Ուզբեկստան, իրանց ինչ-որ այնտեղ հյուսիսային ինչ-որ մաս կա, ուզում է ինչ-որ անկախանա, բանտեր են անում, ոնց է կոչվում, Կարակալպակստան, հիմա հայերեն, եթե ես դա փորձեմ արտասանեմ, եսիմ ինչ կլինի, սենց, դե ինչունա բանորեն էլի, ուրեմն, ոնց ասեմ, Ուզբեկստան, Ղազախստան, ուղղակի ես անուններն եմ մոռացել, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղստան կա այնտեղ, բան, Տաջիկստանն է, մեկ էլ Թուրքմենստան։ Այդ տարածքներում, բացի ուրեմն Թուրքմենստանի մեծ մասից, գրեթե ամբողջ Թուրքմենստանը ինքը չի եղել ոչ մի սկյութական, սարմատական ինչ-որ տենց բաներ։ Ինքը եղել է հենց, ոնց ասեմ, Իրանի մեջ է մտել, պետության մեջ։ Դա այնտեղ ինչ ազգ է ապրել։ Այնտեղ ապրել են պարթևները։ Ուրեմն Պարթևստանը եղել է ներկայիս Թուրքմենստանի տարածքի ուրեմն կեսը կամ մեծ մասը, ներկայիս Իրանի հյուսիս-արևելյան մասը ու կենտրոնական մասը, համենայն դեպս կենտրոնական մասի ոնց որ կեսը էլի սենց, ու վсё, այդքան, ինչ որ ոնց է կոչվում, Աֆղանստան, մի խոսքով, դրա ինչ-որ տարածքներ ու բանից էլ կլինեն, երևի, պիտի որ մի քիչ Ուզբեկստանից, տենց, Պարթևստանը դա է եղել, ոնց ասեմ, իրա բնիկ տարածքները, բուն, այն որ ինքը չի զավթել, չի գրավել, չի վերցրել, անեքսիա չի արել, ձեռք չի բերել, ի սկզբանե իրա տարածքները դրանք են։ Պարսկաստանը եղել է, ինքը Պարթևստանից նույնիսկ ոնց որ փոքր է եղել, ինքը եղել է բանում, Իրանի հարավում, ուրեմն այդ տարածքը, ինչի է ընդհանրապես հայտնվել Պերս անվանումը, ինչի, որովհետև հույններն են այդպես անվանել, իսկ այդ տարածքը անվանել են Պերսիդա, ասենք ինչ-որ պարսկական քաղաք անվանել են Պերսեպոլիս, պոլիս դա հունական ինչ-որ վերջավորություն է, վերջածանց է, այդ Պերսիդան Պարսկաստան է, ճիշտ անվանումը կլինի Պարսկաստան, ուրեմն դե մերով էլի, մեր լեզվով, ուրեմն դա եղել է Էլամի մասին, եթե գիտեք, Էլամ
ինքը չի եղել, ես չեմ կարող ասեմ ինքը ընդհանրապես եղել է հնդեվրոպական թե չէ, դա լավ չեն էլ պարզել, հա, բայց իրանց լեզուն չի եղել հնդեվրոպական, բայց միևնույն ժամանակ իրանք շատ բան ուժեղ կապեր ունեն ընդհանրապես իրանացիների ու ոնց որ մանավանդ պարսիկների հետ, իրանք այնտեղում մեծ ասես ունեն, իրանք բաբելոնացիների հետ կապ ունեն, իրանք շումերների հետ կապ ունեն, իրանք աքքադների հետ կապ ունեն, իրանք նույնիսկ ասորիների հետ էլ կապ կունենան։ Ուրեմն այդ Էլամի կողքն է եղել Պարսկաստանը։ Ուրեմն կա սենց մոլորություն, որ որոշ մարդիկ, ասենք, մտածում են, որ Պարսկաստանը եղել է հենց Էլամը։ Իսկ սկզբանե կամ Էլամը եղել է Պարսկաստանի մաս։ Այնտեղ ինչ ասես մարդիկ կարան, ասենք, ասեն ու դու զարմանաս, որ ոչ նույնիսկ բանն է սկզբում եղել է Էլամ, ինքը սենց գնացել է, լայնացել է ու հասել է այդ Իրանի հարավի այդ հատվածը, հետո այդ Իրանի հարավի այդ հատվածը առանձնացել է ու կոչվել է Պարսկաստան։ Մոլորվել կարելի է, ուղղակի ահա որ սարսափելի, սոսկալի հեշտ է մոլորվել է ամեն ինչում։ Ահա որ ինչ է ուզում ասեմ, մոռացա, էլի խանգարեցին օրս սար։ Ուրեմն լավ, հա, բանը Էլամի մասին։ Ուրեմն Էլամի մասին ես մտածում եի, որ Էլամի լեզուն եղել է հնդեվրոպական։ Ես ոնց որ այն ռուսերեն ասում է, склонялся к этому, ոնց որ sense տես չէր մտածում, տես չէր կարծում, այլ sense ոնց որ թեքվում էր դեպի դա, էլի։ Հա։ Այստեղ ինչ-որ բան է զգում ու իրոք, որ ուսումնասիրում ես, դու ոնց որ զգում ես այդ ուժեղ կապը հնդեվրոպացիների հետ, ընդհանրապես մանավանդ ասենք բաների իրանացիների ու ավելի մանավանդ բաների պարսիկների հետ sense բայց ես զգում էի, որ միաժամ ոնց ասեմ ես նաև զգում էի, որ իրանք ինչ որ առանձին բան են, որ իրանք ինչ որ ուժեղ ձևի տարբերում են ու իրանք ինչ որ չափ մոտ են բաներին ոնց են դրանք կոչվում սեմական ազգերին միջագետ այդ կողմերին են մոտ ու այդ ամեն ինչը հաստատվեց ու պարզվեց որ իրանց լեզուն չի եղել հնդեվրոպական չի եղել ինչ որ բաներ եղած կլինեն բայց նույնիսկ այն որ ես ինչ որ չափ կարծում եի որ ոնց ասեմ կարծում եի որ ինչ որ չափ ոնց որ կիսով չափ դա եղել է ինչ որ հնդեվրոպական բաներով լեզու ոնց ասեմ անորոշ չէ ժողում հնդեվրոպականա թե հնդեվրոպական չի ոնց է ասենք բանը կիսով չափ նու տենց շարունակ էլի մի խոսքով պարզվեց որ ոչ այդ լեզուն ոնց ասեմ համաձայն են տվյալների որոնք ստացվել են ուսումնասիրվել վերծանվել իրանք համաձայն նորից եմ ասում համաձայն այդ ամեն ինչի ինչ որ գտնվել է ուսումնասիրվել է ու վերծանվել է իրանց լեզուն այդ աստիճան էլ նույնիսկ չի եղել հնդեվրոպական ոնց է այնտեղ եղել իրականում ես իմ դա այդ պիտի ուսումնասիրվի պիտի այնտեղ ինչ ասես պետք է ով ասես պետք է անագետներ եւ այլն էլի այնտեղ այդ լեզուներից այդ լեզուների ուժեղ մասնագետներ են պետք շատ ուժեղ այսպես բանի համար շատ ուժեղ մասնագետներ են պետք հետո ինչա պետք այնտեղ լիքը բաներ են ես նույնիսկ եղել եմ YouTube-ում ասենք հանդիպել եմ վիդեոներ ես որ դրանք դիտավորյալ չէի հետևում նայում բան կամ փնտրում որոնում ես դրանք պատահաբար եմ տեսել ուրեմն այնտեղ ինչ որ sense ոնց է կոչվում են top տասնյակներ կան ինչ որ տես ինչ որ բաներ տասնյակ էր այդ ամենահին երկրների ու այնտեղ Հայաստաններ թե Վրաստաններ Հայաստանն էլ Վրաստանն էլ կային չեմ հիշում իրանցից որ մեկն էր 4-րդ տեղը իրանցից ինչ որ մեկը 4-րդ տեղն էր ուրեմն
առաջին տեղը բանն էր, Պարսկաց Իրանը, ինքը sense ցույց է տալի, որ բանն է Իրանն է, ու հետո ինքը ցույց է տալի, որ երկիրն է, այդ ամենահին, որ եղել է Իրանի տարածքում, ու այդ պատճառով Իրանն է ամենահինը, որովհետև տեսեք, այդ երկիրը եղել է Իրանի տարածքում, բայց դա հիմարություն է, բայց հնարավոր է այնտեղ այդ վիդեոն ուրիշ բան նկատի ունի, որ այդ երկիրը եղել է ներկայիս Իրանի տարածքում, ու Իրանը sense շատ ուժեղ կապ ունի այդ երկրի հետ կամ ուղղակի ուժեղ կապ ունի։ Մի խոսքով, ու այդ երկիրը նույն այդ Էլամի, որի ես տենց բան էի անում, ուսումնասիրում էի, նույն այդ Էլամի տարածքում էր, բայց այնտեղ ոնց որ ոչինչ գրած չէր, այնտեղ չգրեց Էլամ, բայց այնտեղ ինչ որ դրոշին ման ինչ որ բան կար ու այնտեղ արև էր նկարած։ Հիմա ես փորձում եմ հիշեմ, ես այդ բանը դրոշը հանդիպել եմ, երբ որ ուսումնասիրում էի Էլամը։ Չնայած դա այստեղ տենց պետք էլ չի նույնիսկ երևի, կամ կապ չունի ուղղակի, կարող է պետք է, բայց դա այստեղ ինչ որ բան չի անում, էլի ինչ որ որոշիչ բան չի անում, որովհետև դե դա պարզ է, որ դա Էլամն է, էլի եղել։ Նույն Էլամի տարածքում է, գրեթե նույն այդ Էլամի սահմաններով դե մոտավոր ինչ որ։ Դա Էլամն է եղել, ուրեմն։ Ստացվում է, համաձայն այդ վիդեոյի, եթե դե այդ վիդեոն ասում է, որ այդ երկիրը, որ եղել է այդ տարածքում, ինքը եղել է ամենահին երկիրը աշխարհում, իսկ այդ տարածքում եղել է Էլամը, ու այդ վիդեոյի միջի այդ երկրի սահմանները համապատասխանում են Էլամի սահմաններին, ստացվում է, որ Էլամն է եղել աշխարհի ամենահին երկիրը։ Դե համաձայն այդ վիդեոյի, իհարկե։ Ընդամենը համաձայն այդ վիդեոյի, բայց դե պետք չի մտածել, որ այդ վիդեոն ինչ որ դատարկություն է, էլի։ Այնտեղ էլ ինչ որ բաներ։ Դե հողոթից չեն իրանք դա սարքել, նկարել, որ այդ երկիրն ամենահինը Էլամի տարածքում բան։ Ինչ որ փաստեր կան, ինչ որ բաներ կան իրանց մոտ։ Ապացույցներ եւ այլն։